Արմեն Աշոտյան, Դավիթ Ղազինյան, Ալիկ Ալեքսանյան, Գագիկ Ծառուկյան, բազմաթիվ այլ հայտնի անուններ, որոնց մի մասը կարող է շատ հայտնի լինել հանրությանը, մի մասը ոչ այդքան, եւ այնուամենայնիվ տասնյակ քաղաքական բանտարկյալներ կան այսօր Հայաստանի Հանրապետությունում, նաեւ հենց ուժեղ Հայաստանից։ Ինձ հետաքրքիր է ինչպիսի մարտավարություն ունեք Հայաստանում քաղաքական բռնաճնշումների դադարեցման եւ քաղաքական բանտարկյալներին օր առաջ ազատ արձակելու համար, ազատ արձակմանը հասնելու համար, որովհետեւ մենք տեսնում ենք, որ այս ռեժիմը չունի որևէ արգելակներ եւ բռնաճնշումները օր-օրի ավելի մեծ թափ են հավաքում եւ քաղաքաբանտարկյալների հարցը այսօր շատ առօրեական է։ Ցավոք սեր պետք է արձանագրենք, որ այն բռնաճնշումների ճաշակային նմանությունը, որը կա Հայաստանում, շատ նման է Ադրբեջանում։ Եվ մարդկանց գլխին գործ կարելը, որ ասում է ժողովրդական խոսքով, ափաշքարաձևով, այսինքն նենց են անում, որ անգամ իրավունքը կողքում առանձին անկյունում կանգնած լացա լինում, անկեղծ։ Նույնը Ադրբեջանում են անում, ընդդիմադիրներին կալանավորում են սպეციფიկ հոդվածներով։ Ոնց որ նաև այստեղ, հա, ասենք, ընտրակաշարք, ահաբեկչություն, սահմանադրական կարգը տապալելու փորձ։ Նույն բանը Ադրբեջանում լրիվ նույնը, անկեղծ եմ ասում, ոչ մի տարբերություն։ Միգուցե կոռուպցիան միտեղից է գալիս, սա էլ կարող ենք քննարկել։ Ինչ վերաբերվում է մեր հայրենակիցներին, մեր գործընկերներին եւ նաեւ իմ թիմակիցների դեմ ճնշումները մեղմելու առումով։ Դրա համար կան միջազգային կառույցներ, կան միջազգային գործընկերներ, ովքեր կամա թե ակամա, երբ որ դու այդ մարդկանց փոխաբերական իմաստով ասած աչքը մցնում ես բազմապիսի փաստեր եւ քննարկումների առիթ օրակարգ է ստեղծում քննարկումների, այդ մարդիկ ինչ որ իմպուլս պետքա հետ տան։ Ցավոք սրտի, ես իհարկե գիտեմ, ինչպեսի քննադատություն հիմա կասեք, դե այսքան ժամանակ Նիկոլը ինչ ասես չի արել, միջազգային հանրության կողմից չի ոչ մի ձևով դատապարտում, այո, այդ խնդիրը կա, այդ խնդիրը կա։ Պարզապես մենք պետք է գտնենք համախոհ գործընկերների միջազգային հարթակներում, ովքեր կիսում են այն մոտեցումը, որ Հայաստանը չպետք է վերածվի ադրբեջանական ինչ-որ մարզի, հա, եւ կարողանանք այդ մարդկանց այդ համակեցությամբ եւ աշխատանքով գոնե դրսից ինչ-որ մի ճնշման գործիք ստեղծենք։ Արդյոք դրա համար չպետք է լինի փոց, ինչու գոնե քաղաքական բանտարկյալների համար, ազատության համար դուք փողոցում չեք։ Տեսեք, լավ հարց եք տալիս, պարզապես ես մի բան կասեմ, եթե մեր Հայաստանի Հանրապետությունում փողոցային պայքարը լիներ որպես գործիք բռնաճնշումները դադարեցնելու, այսպես ասած, քալերի հաջորդականություն, մենք չենք ունենա քաղաքաբանտարկյալ հիմա, քաղաքաբանտարկյալներ ներողություն, չենք ունենա։ Մենք պետք է իմիտացիա չանենք, չկա ու ավելի են լկտի անում։ Մենք տեսեք, մենք չպետք է մի բան պետք է ընդգծենք, կապ չունի որ Նիկոլ Փաշինյանն է, մենք պետք է հասկանանք, որ յուրաքանչյուրը պետք է ունենա կարմիր գիծ եւ երբ որ խոսքը գնում է քաղաքական բանտարկված մանցանց հանդեպ մասին խոսք, այդ կարմիր գիծը երբեք չպետք է ուղղակի իմիտացիոն սկզբունքով անցկացվի։ Այսինքն, եթե մենք փողոցային պայքար անենք ու իմանանք, որ դա կտա արդյունք մարդիկ լինեն ազատության մեջ, անենք, բայց մենք լավ գիտենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը չունի այդ առումով կարմիր գծեր, հատկապես որ միջազգային գործընկերներից ոմանք, այսպես ասած, քարտ բլանշ են տվել Նիկոլ Փաշինյանին այդ առումով, բայց մի հատ կարևոր հանգամանք շեշտեմ։ Երբ որ Հայաստանի Հանրապետությունում օրենքի գերակայությունը ոտնահարվում է, ոնց ասես, ինչ անկյուններից ասես, սրա մասին պետք է փորձել հատկապես դրսում համախոհ մտածող անձանց, անհատական, ես ոչ թե խոսում եմ միայն մի կառույցի մասին, օրինակ Եվրոխորհրդի կամ ԵՄ-ի, ոչ, ես մենակ կառույցի մասին չեմ խոսում։ Կան աշխատանքներ, լոբիստական ընկերություններ, ինչ են, ես որպես օրինակ բերեմ, հա, կամ տարբեր քաղաքական խոսույթներ առաջ տանող կազմակերպություններ աշխատում են ինչ-որ ուղղությամբ, որպեսզի դու հաջողություն ունենաս։ Հիմա մեր ուժը դրսում ներկանալու հնարավորության պարագայում կարողանալու է համախոհ գործընկերներ գտնել, որ կարողանա այս process-ների վրա ճնշում ունենալ։ Բայց մենք լավ գիտենք Նիկոլ Փաշինյանի կերպարը եւ մոտեցումը մարդկանց բանտարկելու ֆետիշացված է, ինքը այդ առումով հաճույք է ստանում, նկարահանում է, կալանավորում առանց հիմքի, առանց որևէ լուրջ մեղադրանք չկա անգամ այդ առումով։
այստեղ բանաձևը պետք է ինձ թվում է ավելի շատ մշակվի նոր մոտեցում, որտեղ ոչ այդ մոտեցումները չեն գործել։ Ես հիմա չեմ կարող այսպես գեներացնել մի միտք, որը որ իր տակ հիմք չի ունենա, որտեղ անպատասխանատու հայտարարություն կստացվի, ուղղակի պետք է հասկանալ եւ մեխանիզմ մշակել, որ այս տեսակ խայտարակ ճնշումները էապես նվազեն, որտեղ մենք գիտենք վերացնել հնարավոր է միայն այս ճնշումները մի պարագայում, երբ որ Նիկոլ Փաշինյան չլինի։